մրցակցային միջավայր ստեղծել, որտեղ տաղանդը ինքնադրսևորվելու եւ բացահայտվելու հնարավորություն կունենա։ Սա էլ իր հերթին, եթե թույլ տաք, երկու կարևոր հարցի վրա եմ ուզում այստեղ կանգնել, ընդհանրապես դպրոց արևմուտքում, հատկապես Եվրոպայում, Միացյալ Նահանգներում առանցքային դեր ունի որևէ բնակավայրի համար։ Կարող եք գնալ մի որևէ քաղաք, որտեղ իրարից շատ ոչ հեռավորության վրա գտնվող երկու թաղամասեր սոսկալի գնային տարբերություն։ Բայց շենքերը նույնն են։ Առանցքային պատճառը ի՞նչն է։ Դպրոցն ու վերջը։ Օրինակ սա magnet school է, այդպես են կոչում ավելի մասնագիտական, մաթեմատիկական ուրեմն խորության այդ դպրոցները, այնտեղ լրիվ ուրիշ գնային բան ունեն, բնակ տները եւ ուրեմն սեփականությունները։ Եվ դպրոցն է որոշում արժեքը։ Արժեքն է եւ անշարժույթի արժեքը։ Եվ կայացման ու զարգացման խորհուրդը կրթությունն ու գիտությունն է, որովհետև ծնողները վստահ են, որ իրենց երեխաների համար այնպիսի միջավայր է ստեղծվում, որտեղ այդ երեխաների տաղանդի հայտնաբերման եւ դրսևորման համար կան պատշաճ պայմաններ։ Այստեղ ես հատկապես ուզում եի խոսել նաեւ այն մասին, որ մենք հպարտանում ենք Փաթապուտյանով, Աջեմօղլիով, մեր հայրենակիցները, որոնք Միացյալ Նահանգների դրոշն են ըստ էության բարձրացրել որպես նոբելյան մրցանակակիր, բայց մենք պիտի նաև խոսենք այն մասին, որ Միացյալ Նահանգները եզակի են երկրներից, որտեղ միջավայրն է նաև առաջ բերում այդպիսի տաղանդների եւ այդ տաղանդների դրսևորման, բացահայտման համար, ու Հայաստանը պիտի ջանա այդ մրցակցային պայմանները ստեղծել ակադեմիական, գիտական, որտեղ տաղանդը կարող է հասնել այդ մակարդակի նոբելյան մրցանակի ամեն դեպքում եւ Փաթապուտյանի եւ Աջեմօղլուի օրինակները բացառիկ են, մեր ժողովուրդը լինելով այսքան փոքրաթիվ, այսպիսի տաղանդներ է կարողացել առաջ